Բարև ձեզ Սաթոփ, տեսնեմ, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ, ինչից սկսվեց եւ ուր հասավ։ Մենք այսօր ձեզ կպատմենք։ Թուրքական շոու թե իրականություն, արդյոք իրականում հայուհի ու ուղիղ եթերում մահմեդականություն ընդունած կինը։ Biz sizi için geldim, Ermenistan'da geldim. Օտարները մեր ցավի մասին, ցեղասպանության մասին բազմալեզու գրքում։ Ռեջեփ Զարաքալին եկավ մեզ մոտ, այս գիրքը ամպրծած ես դուք ինձանից առաջ ընկաք։ Ինչ են ուզում ռուսները հայ գործարարից եւ ինչ է պահանջում սփյուռքահայ գործարարը Հայաստանի իշխանություններից։ Պետք է մոնոպոլիները քայքայվին։ Բոլորից առանձնացող ոճով ու երգերով, ծայրացած բայց հույսով, ռեինկարնացիան շարունակում են նույն ոգով։ Այդ հույսը որ չլինի, գնամ Ռոստովում կաֆել, մաֆել խփեմ։ Ծես թե խուլիգանություն, զվարճանք թե բռնություն, տարակարծություններ Վարդավառի մասին։ Անցած շաբաթ եւս հայաստանցիների ուշադրության կենտրոնում էր Լևոն Հայրապետյանի ճակատագիրը։ Ռուսաստանում ձերբակալված հայ գործարարի մասին համացանցում ու լրատվամիջոցներում հնչեցված կարծիքներից ներկայացնենք մեկը՝ կոմանդոսինը։ Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ժամանակ լինել կալանքի տակ։ Եթե նա երկար ժամանակ շարունակի մնալ այդ պայմաններում, կարող է եւ չդիմանալ։ Այս մասին հայտարարել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մեկնաբանելով Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հարցը։ Այն հիվանդությունները, որ ունի Լևոն Հայրապետյանը, ծանրակշիռ հիմք են նրան կալանքի տակ պահելու անթույլատրելիության առումով, եւ Ռուսաստանի դատարանը պետք է սա հաշվի առներ, նշել է կոմանդոսը, հավելելով, որ եթե Լևոն Հայրապետյանի հետ ինչ-որ բան պատահի, Ռուսաստանը կբախվի նոր Մագնիտսկու գործի հետ։ Մեկ այլ հայտնի գործարար Վահագն Հովնանյանն անցած շաբաթ եւս հայտնվեց համացանցի հայ օգտատերերի ուշադրության կենտրոնում։ Արդեն 10 տարուց ավելի Հայաստանում գործարարությամբ զբաղվող Հովնանյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում բավականին կտրուկ գնահատականներով է հանդես եկել, նշելով, որ օլիգարխներն ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի տնտեսությունը եւ նշել է, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա սա մահ է տնտեսության համար։ Բոլորն էլ նույնն են խոսում, որ իրենց ամբողջ դրամը նրանց ձեռքերի, բանկերի ներդրումների մեջ է, որ չի շարժվում դրամը։ Դա մահ է տնտեսության համար։ Ես խիստ եմ խոսում, բայց ուզում եմ, որ անպայման մեկը սկսի լսել։ Ճիշտ ժամը հիմա է, արդեն ժամանակն է։ Ժողովուրդը հույսը կտրել է, ժողովուրդը պետք է արթնանա եւ սկսի վերականգնել իր հույսերը, ասել է գործարարն ու ավելացրել։ Չկա մեկը, որ չի տեսնում դա այնքան պարզ է երևում։ Չխորանանք անձերի վրա, բայց ճշմարտությունն այն է, որ այս ժողովուրդը պետք է առաջ գնա եւ ներդրումներ անի։ Մոնոպոլիաները պետք է քայքայվեն։ Մուրացկանությունն է, որ երկիրը առաջ է տանում։ Այստեղ մրցակցություն չկա։ Նշենք, որ Համաշխարհային բանկի անցած նոյեմբերին հրապարակած զեկույցի համաձայն Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում։ Փորձագետները համոզված են, որ Հայաստանի տնտեսության նման մոնոպոլիզացված վիճակն է նաև պատճառը, որ մեր երկիրը մինչ օրս չի կարողանում վերականգնել տնտեսության մինչ ճգնաժամային 2008 թվականի ծավալները։ Համացանցի լավ ու վատ կողմերի մասին։ Այս հարցին անցած շաբաթ անդրադարձավ Facebook-յան հայ օգտատերերից մեկը Սարգիս Ասատրյանն ու գրեց հետևյալը. Մարդու անձնական կյանք համարյա թե գոյություն չունի հենց մարդկանց պատճառով։ Սոցիալական կայքերը այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ են տանում, քանի որ քո ամբողջ առօրյան հռում ես հասարակության առաջ։ Դա նույն բանն է, ոնց որ փողոց դուրս գաս ու տարբեր մարդկանց ասես թե ասենք դու ինչ լավ օր ես անցկացրել ընկերուհիներիդ հետ, ինչ որ մի գլամուր լող ավազանում կամ կաֆեում։ Ախր մարդկանց առօրյա շփման կարիքն էլ է վերացել։ Մեկ է դու գիտես թե ով ինչ է անում, ոնց է իրենց զգում սիրած էակի հետ կամ տնեցիք հիվանդ են թե առողջ։ Ամեն դեպքում պետք է այնպես անել, որ իրական կյանքն ու սոցկայքերը մի փոքր իրարից տարբերվեն։ Մի փոքր կտրվենք սոցկայքերի տեսությունից եւ հաղորդման այս հատվածում ներկայացնենք շաբաթվա ուշագրավ մի քանի դեպքեր ու մտքեր կարճ եւ առանց մեկնաբանության։ Մահվանից հոսանքը որ ցանկանում է, ո՞նց ենք անել։ Դա Բա ո՞նց, բա ինքն է մուծելու իմ փողը։ Իմ լույսը դուք եք մուծելու։ Վաճառ չունի։ 27000 թոշակ եմ ստանում, այդ թոշակի դիմաց ո՞նց եմ ես մուծել բանը։ մի կերպ կմուծը։ Ո՞նց է մի կերպ։ Շորեր չունենք, է որ ծախենք։ Ես ձեր տանին մասին իմ մարմինը ցույց եմ տվել։ Դուք ով եք։ Ես Գոհարն եմ Կարապետյան, որ Տիկին Սուսաննայի հետ ձեր տուն է եկել։ Ես իմ մարմինը ձեզ ցույց եմ տվել։ Ձեր ասածը առնչվում է անմիջապես ցուցմունքների հետ, ես իրավունք ունեմ հրապարակելու, լավ։ Մարմինս ցույց տվել եմ։ Դուք ով եք եղել Գոհար։ Այո, ես Գոհար Կարապետյանն եմ։ Ես շնորհակալության համար չեմ ձեզ հարցը տալիս։ Ես իմ մարմինը, ընդհանրապես ես իմ անվան մասին եմ խոսում։ Մարմինը։ Իմ հետևից մի խոսացեք, իմ դեմը խոսացեք, եթե կարող եք։ Ավ
Նախագահ ունեմ, որ աշխարհը չունի։ Փառք ու պատիվ Սերժ Ազատի Սարգսյանի։ Սիրում եմ ես քեզ կյանք, որովհետև լավն ես։ Հաղորդման այս հատվածում հարցազրույց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթառաջ 1915 թվականի հայկական կոտորածների մասին աշխարհասփյուր հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել։ Բարձրաձայնում եւ փոխհատուցում ենք պահանջում բոլոր հնարավոր միջոցներով, սակայն Թուրքիան շարունակում է իր ճխտողական քաղաքականությունը։ Այսօրվա իմ հյուրը թուրքերի ճխտողականության քաղաքականությանը պատասխանում է սև գրքով, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե Հայաստանում եւ թե մեր երկրի սահմաններից դուրս։ Հենց այս գրքի ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթառաջ մեր անելիքների եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ այսօր զրուցում ենք Հայաստանի Հանրապետության կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանի հետ։ 1915 թվականի հայկական կոտորածների մասին մենք շարունակում ենք բարձրաձայնել, չնայած այս ոճրագործությունից արդեն 100 տարի է անցել։ Իմ այսօրվա հյուրը թուրքական ժողտողական քաղաքականությանը պատասխանում է սև գրքով, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս։ Հենց այս գրքի հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընթառաջ մեր անելիքների եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ այսօր բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում զրուցում ենք կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Կարապետյան, հետաքրքիր է, միանգամից ցեղասպանության թեմայով եմ ուզում այսօրվա զրույցը սկսել։ Հետաքրքիր է, շատ հաճախ կարծիքներ ենք լսում, որ ազգերը, փոքր ազգերը հատկապես երբեմն պետք է մոռանան իրենց ազգային ցավը, այլ պետությունների հետ կապված խնդիրները նրանց հետ հարաբերություններ հաստատեն եւ այդպես առաջ գնան քաղաքակիրթ աշխարհում։ Հայոց ցեղասպանության խնդրի պարագայում այս մեխանիզմով առաջնորդվելը որքանով է նպատակահարմար։ Մեր ժողովուրդը մեծագույն ցավ ունի։ Մեր ժողովուրդը հայրենիք է կորցրել եւ հայրենիքի կորուստը պետք է անպայման ինչ-որ բանով փոխհատուցվի, տակահատուցվի ցեղասպանության ճանաչումով։ Հիմա տեսեք, նույնիսկ հայերի մեջ տարամերժ կարծիքներ կան, իրարամերժ, ոմանք ասում են ինչի է պետք դրանց ճանաչումը, ոմանք ասում են պետք է ճանաչվի անպայման։ Ես կարծում եմ, որ քաղաքակիրթ աշխարհը ճանաչել է արդեն, մենք պարտավոր ենք մեր հոգու մեջ միշտ պայծառ պահել մեր հայրենիքի կորուստը, մեր նախնիների կորստյան վիշտը, միաժամանակ չմոռանալով, որ ապրել է պետք։ Իսկ ապրելու կամքը եւ ցանկությունը նորանոր հնարավորություններ պետք է մեզ հուշի, ինչպես ապրել ժամանակակից աշխարհում եւ ինչպես պայքարել ժամանակակից մարտահրավերների դեմ։ Եթե երեք այդ մարտահրավերները տարբեր էին եւ լուծման տարբեր ձևեր էին պահանջում, թվում է թե նաև պրիմիտիվ ձևեր։ Այսօր աշխարհը բարդացել է, աշխարհը փոքրացել է եւ այս մարտահրավերներին դիմանալու համար ես կարծում եմ միայն պետք չի կամ բավարար չի անպայման ճանաչելը միայն։ Դա փոխհատուցման խնդիր պետք է լինի։ Փոխհատուցում ինչ ձևով։ Ես չգիտեմ, աշխարհը դրա փորձը ունի։ Գերմանացիները միջև հիմա փոխհատուցում են հրեաներին հոլոկոստի համար։ Ես կարծում եմ, որ վաղ թե ուշ Թուրքիան եւս պետք է գնա դրան, իսկ Թուրքիայում, որ սառույց տեղից շարժվել է, Թուրքիայում արդեն մտածելակերպ է ձևավորվել, դա բոլորին ուրեմն հայտնի է արդեն, ընդամենը մի քանի օր առաջ վարչապետ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի մզկիթներից մեկի վերանորոգմանից հետո ասաց, որ այս եւ Ստամբուլի բազմաթիվ այլ գեղեցիկ շինությունների հեղինակը հայերն են, պալյաններն են եղել, եւ այնպես որ իսկ սա ասելը մի քանի տարի առաջ հանցագործություն էր Թուրքիայում եւ քայլորեն պատժելի էր։ Մենք ցեղասպանության թեմայի վերաբերյալ բարձրաձայնում ենք այս խնդրի վրա եւս մեկ անգամ ուշադրություն սևեռում ենք տարբեր եղանակներով, ֆիլմերով, գրքերով։ Ձեր պատասխանատվության ներքո դեռևս տարիներ առաջ հրատարակվել է եւ բազմաթիվ լեզուներով թարգմանվել է 1915-ի թուրքերի կողմից իրականացած ոճրագործության մասին Սև գիրք կոչվող գիրքը։ Հետաքրքիր է ում ներնախաձեռնությունը, առհասարակ այն ինչով է առանձնանում այլ այս թեմային անդրադարձած գրքերից։ Ընդհանուր առմամբ պատմեք այս գրքի մասին։ Սև գիրքը այսօր մենք ուրեմն հայագիտակ հրատարակությունն է ստեղծել։ Ես ուզում եմ այստեղ օգտվելով առիթից խորին շնորհակալություն հայտնել մեր եզակի բանիմաց մտավորականներից մեկին Ալբերտ Իսոյանին։ Մտահղացումը իրենն է։ Սև գիրքը տարիներ շարունակ ուրեմն եղել է գրական թերթի խմբագիր, գրքերի աշխարհ թերթի խմբագիր, կտոր ուրեմն հավաքել է։ Որն է այս Սև գիրքի բանը։ Օտարերկրյա նշանավոր մարդիկ թուրքական ոճիրների եւ հայոց ցեղասպանության մասին։ Ամերիկացիները ունեն կարմիր գիրք, ֆրանսիացիները կանաչ գիրք, անգլիացիները կապույտ գիրք, թուրքերը հրատարակեցին 16 թվականին սպիտակ գիրք, այդպեսի վերնագրով, որով ամեն ինչ
արվում էր հերքելու հայոց ցեղասպանության գաղափարը ընդհանրապես։ Հայագիտակ ուրեմն հրատարակչության խորհուրդը, որի անդամներն նաև պատիվ ունեմ ես լինելու, ուրեմն որոշեցինք, որ այդ գիրքը դառնա հակառակը, սև գիրք։ Գաղափարը կար, ուրեմն նյութերը կային հասկական ահռելի քանակությամբ, գումար էր պետք եւ այն ժամանակ իմ պաշտոնը հնարավորություն էր տալիս հաճախակի շփվելու երկրի վարչապետի հետ, Տիգրան Սարգսյանը ուրեմն անմիջապես ընկալեց հարցիությունը եւ ինքը հովանավորեց հայերեն թարգմանությունը։ Հետո հայերեն թարգմանությունը, որ հրատարակվեց, մեծ այդպես ընդունելություն արժանացավ, անհրաժեշտություն եղավ նաեւ մեր ամենամեծ համանի սփյուռքի, ռուսախոս, ռուսալեզու սփյուռքի, ուրեմն տեղակ պահել նաեւ այս գրքի մասին եւ ռուսերենի հարցը բարձրացվեց, ելի հովանավորվեց, հետո մենք կարիք զգացվեց, որ անհրաժեշտ է տպել նաև նրա թուրքերեն տարբերակը։ Հայ չկա այդ ամբողջ 150 քանի հեղինակների մեջ հայ մարդ չկա։ Իսկ հետաքրքիր է տվյալ նշանավոր անձինք ցեղասպանությունը ընդունած երկրների ներկայացուցիչներն թե դա ամենատարբեր։ Այնտեղ նա կհանդիպեք թուրքերի, պարսիկների, արաբների, ռուսների, ռուսները դա ընդունել են, եվրոպացիներ են հիմնականում, ամերիկացիներ են, կանադայի հայ մտավորական չենք դրել դիտմամբ, որովհետև սա թուրքերին ասելիք էր, որ տեսեք, ես էլ մենք չենք ասում, հայերս չենք ասում, ասում են աշխարհի ուրեմն։ Հետո Զարաքոլուն, Ռեջեփ Զարաքոլուն եկավ մեզ մոտ, այս գիրքը համբուրեց ուղղակի։ Համբուրեց, ասաց ես դուք ինձանից առաջ ընկաք։ Ասում եմ իմ նպատակն է, երազանքն է եղել, որպեսզի ես կարողանամ ուրեմն հրատարակել թուրքերեն տարբերակը, բայց դուք արդեն թուրքերենը հրատարակել եք։ Հետաքրքիր է թուրքերեն տարբերակը ուղղված է հենց թուրքերեն, որովհետև Թուրքիան ժողովրդական քաղաքականությունը սկսել եւ շարունակում է առ այսօր, հենց թուրք հասարակությանն է ուղղված թուրքերեն տարբերակը։ Այո, գիտեք ինչ, ով գոնե սովետական տարիներից ապրած մարդիկ սերնդի համար շատ պարզ է ինչ է նշանակում պետական մոտեցում։ Թուրքիայի պետական մոտեցումը դա է։ Պետությունը դեռ չի նշանակում ժողովուրդ, հասարակություն։ Պետությունը այն մի խումբ մարդկանց մոտեցումն է, որոնք ձևավորում են հենց պետությունը։ Այսօր թուրք հասարակության մեջ ամենատարբեր կարծիքներ արտահայտող մարդիկ կան։ Ջեմալ Փաշայի թոռը եկավ այստեղ, գիրք գնաց գրեց։ Այդտեղ Զարաքոլուն է այդպես հրաշալի, ուրեմն տարավ Տիգրանակերտում ազգային փոքր համալսարանների բաներ, սիմպոզիում էր, գիտաժողով էր, խնդրեց, որ մի 50 օրինակ տանի այնտեղ բաժանի այդ մարդկանց։ Մեծ արձագանք է գտել եւ նրա այդ վերահրատարակման խնդիրը, որ առաջացել է Զարաքոլուի, հենց թուրք հասարակության պահանջն է, որ դա անպայման պետք է տպվի։ Անցած տարի Ռուսաստանում Արգումենտի ֆակտի ամսագիր թերթը ուրեմն կազմակերպեց այդ շնորհանդեսը։ Միասին գնացինք պարոն Իսոյանի հետ, գնացինք այնտեղ եւ այնտեղ 21-րդ դար հիմնադրամ կա, որի ղեկավարն է Ռուսաստանի նախկին դատախազը Սկուրատովը։ Նա ուղղակի ապշեց այս աշխատանքի, որովհետեւ սա մի ամբողջ ինստիտուտի կատարած աշխատանք է այս գիրքը։ Իմի բերել ամենակարևորն այդ գիրքի գաղափարը իմի բերել այն, ինչ որ ասվել է, ցակցրիվ եղած շատերի խոսքեր ասվել, ովքեր վաղուց չկան արդեն, այո։ Վաղուց չկան, մոռացվել է բանը, բայց այդ մարդու Իսոյանի արժմանը արածի այդ ամենամեծ բանը, որ նա կարողացել է հավաքել անպայման նշելով աղբյուրը, թե որտեղ գնացեք, կարդացեք, դրա մայր լեզվով ինչպես է գրված եւ այլ եւ այլն։ Սա ոչ միայն դիվանագիտական աշխատակիցների, դիվանագետների, այդպես քաղաքական գործիչների բան, սա լայն մասսայականություն վարող գիրք է, եւ մենք համոզված ենք, որ այս գիրքը, ինչպես ամեն մի օրգանիզմ, կունենա իր բախտը եւ կհասնի հասցեատիրոջը, ինչպես որ արդեն հասել է ռուսեր եւ հայերեն տարբերակները, ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, ուրեմն հանձնաժողովը տեղյակ է այդ գրքի մասին, գուցե վերահրատարակվի եւ ավելի մեծ մասսայականություն վայելի, որովհետեւ արժանի է այս գիրքը։ Հայաստանյան ամառվա շոգորերի համար իսկական փրկություն է հայկական ավանդույթների պահպանումը, իսկ կոնկրետ Վարդավառի տոնը լուծում է շոգի հետ կապված բոլոր խնդիրները, սակայն ընդամենը մեկ օրով։
Վարդավառի տոնը ոչ միայն Հայաստանում է նշվում, այլև դրա սահմաններից դուրս։ Անցած շաբաթ համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ստրասբուրգ քաղաքի հայերը տոնում Վարդավառը։ Վերջիններս նախընտրել են նախ պարեր ներկայացնել, այդ թվում նաև ոչ հայկական, ապա նոր անցնել օրվա խորհրդին միմյանց դույլերով ջրելուն։ Վստահ ենք, որ ստրասբուրգցիների համար հայերի ջրոցին հետաքրքիր է եղել ու նմանվել ազգային տոնի յուրօրինակ ցուցադրության, իսկ ահա Երևանում համաձայն Facebook-յան որոշ օգտատերերի դեռ չեն սերտել Վարդավառի տոնի կուլտուրան։ Ռեժիսոր Արա Շիրինյանն այս առիթով օրինակ գրել է. «Երեք այլայլվեց դեմքով արտասահմանցի զբոսաշրջիկների տեսա, շոկի մեջ էին։ Թումբաններ հագած 25-ից 28 տարեկան անթրաշ տղերքը վավաշոտ աչքերով վազում էին աղջիկների հետևից, ջրում անծանոթ մարդկանց։ Բնականաբար եղան ընդհարումներ, լեզվակռի ոստիկանների անմեղ սունակ հայացքի ներքո։ Հիմա նրանք, ովքեր համարում են սա գեղեցիկ ավանդույթ, թող ցույց տան այն սահմանը, որը բաժանում է ծեսը խուլիգանությունից։ Անծանոթ մարդկանց ջրելը, ովքեր գնում են ծնունդի, համերգի, վերջապես թաղման կամ եսի մուր, անմեղ զվարճանք չէ, այլ բռնություն։ Կարծում եմ, որ հանրային տարածքում այս բակխանալիան պետք է արգելվի», զայրացած եզրափակել է Արա Շիրինյանը։ Իսկ շաբաթվա իրական զայրույթը կապված էր Թուրքիայից ստացված մի լուրով։ Թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հայկինն ուղիղ եթերում մահմեդականություն է ընդունել։ Վերջինիս խոսքով ինքը հետևում է իսլամի կանոններին, գլխաշոր է կրում, հայերենով էլ կարդացել է Ղուրանը, այդ պատճառով էլ ցանկանում է մահմեդական դառնալ։ Հաղորդավարի մի քանի հարցերին պատասխանելուց հետո հայուհին արտասանել է իսլամական վկայության աղոթքը եւ հրապարական մահմեդականություն ընդունել։ Նշենք, որ կինը նաեւ պատմել է այն մասին, որ Թուրքիա է եկել Հայաստանից եւ 13 տարի է, ինչ ապրում է այնտեղ։ Չնայած այս ամենին համացանցի հայ օգտատերերը չէին հավատում փաստին ու պնդում էին, որ կադրերում առկա կինը հայուհու նման չէ ու ընդհանրապես հայ չէ։ Հաղորդման այս հատվածում կրկին շաբաթվա ուշագրավ մի քանի մտքեր եւ նորից կարճ ու առանց մեկնաբանության։ Պարոն Ծառուկյան, մի բան հարցնեմ, էլի աշնանը քարյակը հրավիրելա թեժաշում։ Օրա, երևի դու են բան լրատվական ծառայություններից կերել, գործ չունես։ Այսօր ուրախ օր է, սպորտի մասին, գեղեցկույթ է, չի գա։ Բայց ամեն դեպքում դուք կմասնակցեք այդ բարի հաճեք գաք, անպայման ես բոլոր հարցերին կպատասխանեմ։ Հնարավոր է հաջողվեց վախի մթնոլորտը, որ ասելու եք կասիկ Գյումրիից դուրս են բերել։ Այս վերջին դեպքերը դեպքերը գիտեք ճիշտ ասած մի այդ պիտակը մի գծել եք մեր, մի այդ հարցը դրել։ Գյումրին արեստի արվեստի քաղաք, Գյումրին կրիմինալ չի կարող լինել։ Դեպքերը գիտեք ինչ կա, դեպք է, ուղղակի հիմա դեպքեր բոլոր քաղաքներում եկա, հիմա ասենք գիտեք ինչ կա, բայց մեր քաղաքը կրիմինալ է, ընդհանրակը պետք է ասենք մեր քաղաքից լավը չկա։ Իսկ այժմ եւս մեկ զրույց երգչի հետ, ով իր ուրույն կարծիքն ունի ոչ միայն շոու բիզնեսի, այլ նաեւ քաղաքի ու քաղաքականության մասին։ Այսօրվա իմ հյուրը հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչ է, չնայած նա միշտ ընդվզում է նշելով, թե շոու բիզնես կոչվածը մեզանում գոյություն չունի։ Որպես մարդ նա մշտապես աչքի է ընկնում քննադատական հայացքներով, թե իսկ երգերն էլ տարբերվում են թե իրենց ձևով եւ թե բովանդակությամբ։ Այսօր իրենց ներկայացրած արվեստի, քաղաքի ու շատ այլ հարցերի շուրջ զրուցում ենք հայկական միակ ռեգի խմբի ռեինկարնացիայի երգիչ Ռոլանդ Գասպարյանի հետ։ Այսօրվա իմ հյուրը հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչ է, չնայած նա միշտ ընդվզում է ասելով, թե շոու բիզնես կոչվածը մեզանում գոյություն չունի։ Որպես մարդ նա մշտապես աչքի է ընկնում քննադատական հայացքներով, թե իսկ նրանց երգերն էլ տարբերվում են թե իրենց ձևով եւ թե բովանդակությամբ։ Այսօր իրենց ներկայացրած արվեստի, քաղաքի ու շատ այլ հարցերի շուրջ զրուցում ենք ռեինկարնացիա բենդի երգիչ Ռոլանդ Գասպարյանի հետ։ Այսօր բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում զրուցում ենք Ռոլանդ Գասպարյանի հետ։ Ողջույն Ռոլանդ, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ հյուրընկալվեցիք մեր տաղավարում։ Զրույցը նախ առաջ սկսենք վերջերս ձեր թողարկած Սպիտակ ձայնասկավառակից։ Նախ շնորհավորում եմ հերթական ձայնասկավառակի թողարկման կապակցությամբ ու թերևս առաջին հարցը հետեւյալն է. ինչպես եք կարողանում մեր դժվարին օրերում ձեզ թույլ տալ անվճար ձայնասկավառակներ բաժանելու ճոխությունը։ Կարծում եմ 1-2 լավ ընկերների հովանավորների միջոցով դա այսօր Հայաստանում գոնե հնարավոր է անել։ Ձեր այս քայլի կապակցությամբ սակայն կարծիքները շատ տարբեր են, ըստ որոշ տեսակետների, այնուամենայնիվ երգիչներին այդպես էլ չի հաջողում մինչև վերջ ձայնասկավառակ վաճառել, դրանով գումար վաստակել, եւ ձեր այս քայլը որակվում է որպես մի քանի գործողություն միաժամանակ համատեղել, այսինքն բարեգործություն անելով մասսայականացվում է հենց ձեր երաժշտությունը, այդպես չէ՞։ Այո, կարծում եմ այս ամեն ինչի լավ ու վատ կողմը դա ճիշտ աշխատանքն է, ճիշտ թիմի։ Դրա համար այս պահուհացից սկսված մենք ինքն ես ասացի վերջ, էլ ոչ մի լեյբլների հետ կապ չունենք, մենք էլ արժեքները չենք վաճառում, ու տենց սկսվեց պահուհացից, որ
ասացինք մարդ, ոնց կար ահոհացը ծախի, տենց սկսվեց, որ ահոհացից արդեն ալբոմները դարձան անվճար։ Ռոլանդ, եթե անդրադառնանք ձեր աշխատանքին, ինչպես կգնահատեք ձեր աշխատանքը հենց։ Դուք գոհ եք ձեր մատուցած երաժշտության մասսայականացումից, թե դա ձեզ բնավել չի հետաքրքրում, դուք պարզապես ձեր գործն եք անում, որովհետև որքան էլ մեր հասարակությունը այսօր արդեն գիտի ձեզ, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ ձեր մատուցած երաժշտությունը եւ առհասարակ ձեր խումբը ավելի շատ այսպես կոչված underground-ին է մոտ։ Դուք համաձայն եք այդ կարծիքի հետ։ Ինձ համար ճիշտ underground-ը այնա տեղել ու կա, որ այսօր 10 հոգու համար է համերգ տալի, իսկ 2 տորանց 10,000 հոգու համար է։ Ճիշտ underground-ը իմ համար է դա։ Ու այս ամեն ինչի իմաստը DJ-ան այնա տեղել, որ այս բոլորի համար է։ Բոլորի, այսինքն առանց տարիքային սահմանափակումների, առանց դասերի, այս տեսակը կամ այս ամեն ինչը բոլորի համար է ու դա ինձ այսօր գնալով բավականին գոհացնում է, որտեվ տեսնում եմ թե ինչ բազմազան ամենատարբեր թե հայ, թե ռուս, թե ամենատարբեր տեղերում այո այդ հասկանում եմ, որ հասնում է։ Կյանքում չենք արագ շուտ անում։ Մենք միշտ առանձին մեր ճանապարհով հանգիստ գնում ենք, ամեն ինչ շատ լավ է, փառք Աստծո։ Ձեր այդ առանձին ճանապարհը հետաքրքիր է, որովհետև ձեզ եւ ձեր բենդին ներկայացնելիս շատ հաճախ օգտագործում է հայկական առաջին եւ միակ ռեգի խումբ արտահայտությունը։ Իսկապես դուք չունեք ձեր գործը շարունակողներ եւ հետևորդներ, եթե ոչ որն է պատճառը, միգուցե այն, որ հայ հասարակության շատ մեծ մասը ռեգիից ավելի նախընտրում է կլկլոցներ լսել։ Ես ճիշտն ասած համաձայն չեմ, որ ասում են շատ մասը նախընտրում են գլոսնել լսել, պարզապես այդ տեսակը, հա, հիմա կան մարդիկ, որ դա են նախընտրում, այսինքն ինչ է երաժշտությունը, դա տվյալ մարդու հոգեվիճակի արտացոլումն է, հիմա այդ մարդիկ տենց են ապրում, իրենք ոչ ասել, չէ, տխալ է, երաժշտությունը միակ բանն է, որ սահմաններ չունի, ու եկեք ռամկեքի մեջ չտնենք, էլի մենք ռեգի խումբ չենք, կամ էլ ռեգի ենք։ Օրինակ այս ալբոմը, սպիտակ ալբոմը, դա ֆանկի եւ ռետրոյի մի համահունչ մի նկար է, որ ռեգի հետ բացարձակ չունի։ Այդ պատճառով մեզ տես ռեգի խումբ անվանելն էլ մենք դնենք ինչ կանք, մենք ամեն ալբոմ ունի կյանքից մի ժամանակահատված, որ այդ բարձ արտացոլումն է, թե այս ժամանակ հետս ինչ է եղել։ Ռոլանդ, դատելով ձեր մտքերից, երբեմն ձեր բողոքներից հարց է ծագում, թե արդյոք ձեզ համար բարդ չէ ապրել Հայաստանում ու ինչու՞ չէ նաև հենց մեր քաղաքում Երևանում, առավել ևս դուք էլ նոր նշեցիք նախորդ տարի ձեր Երևան երգի եւ համանուն ֆիլմի շնորհանդեսներ եւ հենց այդ ժամանակահատվածում դուք նշել եք, որ Երևանի վրա կարծես անեծք կա ու այն զայրացած է։ Ըստ ձեզ ինչն է զայրացնում Երևանին։ Սուտը։ Շատ սուտ է։ Ես ինչ որ ժամանակ կար, որ այդ ամեն ինչը շատ ծանր էր տանում, որ քաղաքս քանդեցին, քաղաքս քանդում են, քաղաքս մեջից, այն ամենը մեջից քայքայում են, շատ ծանր էր, սկսել էի տենց ինտերնետային միշտ նայել այդ ամեն ինչը, խոսալ, գրել, հայհոյել, բայց հետո եկավ ժամանակ, տեսնինքն մի այդ էր մի քայլ որ սկսեցի ամեն ինչի լավը մենակ տեսնել։ Տեսեք, Երևանը մենք ենք։ Երևանը եթե մեզ դաստիարակել է,
այսինքն ինքը մեզ համել ծնող է։ Իսկ մեր ծնողները էլի մենք ենք, չէ՞։ Այդ տարիթով տեսօր իմ իրականությունից այդ նեգատիվ, այդ վատ լիցքերը, լավ մտքերը, որ կապված տեսօրվա մեր բոլորիս սոցիալական խնդիրների եւ այլն, չեմ ուզում տենց շատ ասեմ, ես այդ ամեն ինչը հանել եմ իմ իրականությունից, որտեվ այդ պատճառներ են խորը դեպրեսիայի։ Դրա համար ամեն ինչի առհասարակ ամեն ինչի մեջ պետք է լավ բան տենալ։ Մի բանին պետք է տարբեր կողմերից նայել, որտեվ հաստատ համոզված եմ, որ տարբեր կողմերից նայելուց հաստատ մի հատ փոքր լավ բան գտնվի։ Ու տենց էլ բանում ապրելուց պատճառն է միջև տեսօր։ Հավատում եմ, որ մի օր հայերը կգան Հայաստան, թուրքերը կգնան գրողի ծոցը, վրացիներն էլ ամերիկացիների ծոցը ու ամեն ինչ իր տեղը կընկնի։ Սրանք դեռևս 1 տարի առաջ հնչեցրած ձեր մտքերն են։ Հիմա արդյոք ունեք նույն լավատեսությունը։ Այո։ Հավատում եմ միջև տեսօր, որ հայերը հետ են գալու։ Այստեղի թուրքերն էլ վերջապես կգնան գրողի ծոցը էլի։ Արդեն ժամանակը չի, արդեն ժամանակն է։ Այդ հույսը, որ չլինի ես կյանքում էլ ոչ կերկեմ, ոչ մի բան չեմ անի, կգնամ Ռոստովում կաֆել, մաֆել կխփեմ։ Հավատում եմ, ամեն օր եմ հավատում այդ ամեն ինչին։ Ամեն առավոտ հենց դարձում եմ, արևին տեսնում եմ երբ այդ օրը գալու։ Եվ վերջում երկի միջազգային մրցույթում հայերի հերթական հաղթանակի մասին, սակայն խոսքը կրկին բարոյական հաղթանակի մասին է։ Հենց դրանից հետո էլ սկսեցին գովեստի հերթական խոսքերը Կիրկորովի հասցեին, Արամ Դավթյանն օրինակ գրեց։ Այսքանը մեր այս թողարկմանը, առաջիկա շաբաթների մեր ստեղծագործական խմբի համար արձակուրդային շրջանում առաջարկում ենք մի փոքր կտրվել իրադարձությունների տեսության հորձանուտից եւ վերհիշել մեր տաղավարում բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում անցկացված հարցազրույցներից ուշագրավ դրվագներ, իսկ դրա հոսին կվերադառնանք արձակուրդներից հետո։ Ձեզ հետ Անի Միրաքյանն էր, կհանդիպենք։